մենք գործ ունենք հոգեպես անհավասարակշիռ մարդկանց հետ, որոնք խնդրեմ ունեն Մгм. տրամաբանության հետ, հիշողության հետ, չգիտեմ, բարոյականության հետ, սկզբունքայնության հետ, ազնվության հետ, այդ մարդկանց ոչ ոք չի հետաքրքրում, ոչ մի հիմնավորում, ոչ մի փաստ, իրանք ուղղակի դուս են տալիս։ Ու ես ասում եմ, ախպեր, գոնե կողմնորոշվեք ձեր դուրս տվոցի մեջ, ախր ձեր դուրս տվոցը գոնե դարձրեք հետևողական, հասկանաք ինչի մեջ եք մեզ մեղադրում։ Հա, չէ, սա հիմարություն է, սա կատարյալ հիմարություն է։ Ասում եմ, առաջ հիշում եք քանի անգամ ասել է, մենք տալիս էինք հողերը, արդեն տվել էինք, խափում էինք Այո, ժողովրդին, արդեն տվել են։ մեզ եկավ Տեր-Պետրոսյանը ինձ ասեց հողերը տուր, Չի ասել։ այսինքն այն ժամանակ ինքը բան էր, պարտվողական տենց ինչ որ բան է, ապազգային տարրեր, հիմա պարզվում է, չէ, ախպեր, դաշնակ է, այն գլխից բանա մտել էր ուզում էր Ադրբեջան, խեղճ Ադրբեջանի ժողովրդին տենց մորթեր, բանաներ եւ այլն, այսինքն չի եղել ոչ Սումգայիթ, չի եղել ոչ մի ոտնձգություն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վրա, այս ամեն ինչը հնարվել է, պարզվում է, դրա համար էլ Պասկևիչյանի ֆիլմը միջև հիմա Չէին թույլ տալիս, եթե արգելել էին, հա, տալ։ որովհետեւ ով որ նայում է այդ ֆիլմը հասկանում է, որ ինչ լուրջ շարժում ա եղել անկախության համար, դա ոչ միայն Արցախի ազատության համար ա եղել, նաեւ անկախության համար ա եղել շարժումը, բա խեր արգելել, որովհետեւ պարզվեց, որ ինքը չի բանը գլխավոր հերոսը անկախության,